Թրամփը Հարավային Կորեայում կրկին խոսել է Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման մասին։ Նրանց մինչև հակամարտությունը տևել է 38 տարի, անգամ Պուտինն էր հիացմունք հայտնել եւ ասել, որ նրանք չէին կարողանում լուծել այդ հակամարտությունը։ Սպիտակ տանը նրանք հեռու էին կանգնած, սակայն հանդիպման ընթացքում կամաց մոտեցել են իրար եւ անգամ գրկախառնվել, ասել է Թրամփը։ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է մինչև այս տարվա վերջ ստեղծել առաջին աշխատանքային խմբերը Ադրբեջանի եւ Հայաստանի հետ։ Այս մասին ադրբեջանական ռիփորտին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը։ Նրանք նշել են, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է խորացնել համագործակցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, հիմնվելով ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար ազգային ժողովի նախկին նախագահ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից Թորգոմ Ասատրյանը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Նման որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջինատյանի ընդհանուր իրավասության դատարանը։ Վարչապետ Փաշինյանը այսօր եւ վաղը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայում։ Այսօր վարչապետը կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։ Վաղը Ելիսեան պալատում կկայանա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Տավուշի մարզի Արծվաբերդ Չորաթան ճանապարհը հիմնանորոգված է, ինչպես խոստացել է խորագրի ներքո Փաշինյանն է տեղեկացրել։